ես առավել քան հանդուրժող եմ։ Ինքը սուտ ասում։ Փոխադարձ հայհոյանքներ հնչեցին Դեմիրճյան փողոցում Ալեն Սիմոնյանի եւ քաղաքացիների միջև։ Չնայած հայհոյանքները փոխադարձ էին, բերման ենթարկվեցին միայն քաղաքացիները։ Ալեն Սիմոնյանն ազգային ժողովի Դեմիրճյան մուտքից դուրս գալով շարունակեց քայլել դեպի Բաղրամյանի մուտք։ Դեմիրճյան փողոցի վրա այսօր մի սադրանքների շարանի միջով եմ անցել։ Մարդը տրամադրված դուրս է եկել, որ սադրի։ Ասենք, եթե ազգային ժողովի նախագահը իրան թույլ է տալի նորմալ է, կարելի է դաժինը ասել, որ խուլիգանական արեք, որ ինքը անհայրանքներ, որ իր բերնից էր հնչում, ես ինձ թույլ չեմ տա, հիմա ինչ-որ միտեղ այդ նույն հայրանքը կկնեմ։ Բայց ազգային ժողովի խոսնակն ասում է, տեղյակ չէր, որ դրսում անհետ կորած զինծառայողների հարազատներն են եղել։ Ես դրա մասին իմացել եմ, երբ որ մոտեցել եմ արդեն եւ ոստիկաններին տեսել եմ, հարցրել եմ իմ անվտանգության աշխատակիցներին, բա ինչի են, որտեվ նիստերը ավարտվել էր։ Հարցրել եմ, ասել եմ, բա իսկ ինչի են մարդիկ հավաքված, եւ վերջի վերջո քո ասացի խնդրումը կայանում է նրանում, որ ես ընդհանրում չեմ ունեցել այդ մարդկանց հետ։ Սիմոնյանն ասաց նաև, որ միջադեպը եղել է քաղաքական ուժի ներկայացուցչի հետ, ոչ թե անհետ կորած զինծառայողի հարազատի։ Մինչդեռ անհետ կորած զինծառայողի հարազատ Արսեն Ղուկասյանի հասցեին էլ հնչել են հայհոյանքներ։ Այն մարդիկ, ում հետ որ այդ դեպքը եղել է, դրանք որևիցե կապ չունեն ձեր ասած մարդկանց հետ։ Ինքը սուտ ասում։ Դեմիրճյանում փոխադարձ հայհոյանքների ժամանակ երկու քաղաքացի է բերման ենթարկվել՝ Միկա Մարգարյանն ու Արսեն Վարդանյանը։ Նրանցից Արսեն Վարդանյանը համահայկական ճակատ կուսակցության նախագահն էր։ Ալեն Սիմոնյան, դու սադրեցիր։ Եվ այս եթերով եւս մեկ անգամ ասում, ով փորձի իր կյանքի մեջ զոհված զինծառայողի ծնողին, զոհված զինծառայողի հարազատին, վիրավորի, ինքը հանրային պարսավանքի է ենթարկվելու։ Դեմիրճյան փողոցում ազգային ժողովի խոսնակին հայհոյել են առաջինը՝ իր Արան Պապատա արտահայտությունից հետո, որից հետո հայհոյանքին հայհոյանքով է պատասխանել Սիմոնյանը։ Ազգային ժողովի նախագահի հայհոյելու միջադեպին ծանոթ չէր կուսակցական ընկեր քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Արթուր Հովհաննիսյանի կարծիքով իրենք զուսպ են եւ ավելի զուսպ պետք է լինեն։ ԿՊ վարչության անդամ Սասուն Միքայելյանն էլ կարծում է, հայհոյելը այլ արժանիք ունենալու նշան է։ Չէ՞ դատապարտում նրա պահվածքը։ Ես ոչ ոքի չեմ դատապարտում, բայց հայրան քարտայնությունից մեծել են։ Փաշինյանի պահվածքը։ Մինչդեռ քաղաքացիական պայմանագիր կուսակցության էթիկայի կանոնագրքի 4-րդ հոդվածը այլ բանի մասին է խոսում։ Կուսակցության անդամները, հատկապես հանրային քաղաքական պաշտոններ զբաղեցնողները, պարտավոր են իրենց առօրյա կյանքում, ներառյալ սոցիալական մեդիաներում ցուցաբերել պարկեշտություն, համեստություն, զսպվածություն եւ հարգանք բոլորի հանդեպ, նաեւ խթանել հանդուրժողականություն։ Թե ինչ պատիժ է կրելու Ալեն Սիմոնյանը կուսակցության սահմանած նորմը խախտելու համար, դեռ պարզ չէ։ Բայց սա Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ հայհոյելու առաջին միջադեպը չէ։ Երբ ինքը շատ բավականին երկար ու բավականին անհասկանալի ձևով նայեց ինձ վրա, ես ասացի բարև Արտուր, որին ի պատասխան ես ներողություն եմ խնդրում, լսեցի հետևյալը բարև ներողություն եմ խնդրում, բայց ուզում եմ անկեղծ լինել եւ պատմել գրեթե ամեն ինչ, որին հետևեց հետևյալը, ես մոտեցա եւ ասեցի, որ նույն կարծիքը ունեմ իր մասին եւ գլխով հարվածեցի իր քթին։ Այս միջադեպի մասին է խոսքը, որի կադրերը համացանցում հայտնվել են 2020-ի օգոստոսին։ Հայտնի հարցակման եմ ենթարկվել։ Որտեղ։ 3 հոգու կողմից։ Ավելի թարմ 2023 թվականի ապրիլին եղածը հիշենք։ Եթե ազգային ժողովի մոտ մարտի 26-ին Ալեն Սիմոնյանը քաղաքացու հորն էր Արա ասում, ապա 2 տարի առաջ քաղաքացու մորը Դավաճան ի պատասխան իր հասցեին հնչած Արա եւ Դավաճան ածականների։ Դավաճանը մամատի ասեց եւ թքեց երեսից։ Քաղաքացու վրա թքել էր նաեւ Ալեն Սիմոնյանի մայրը։ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ մեկ այլ միջադեպ էլ Երևանի բակերից մեկում է եղել։ Այն հաջորդել էր քաղաքացու վրա թքելու դեպքին։ Շենքի բնակիչը ջուր էր լցրել Ալեն Սիմոնյանի վրա։ Դրանից հետո, ըստ New Day լրատվականի լրագրողի, ոստիկաններին ուղարկել է քաղաքացու տուն։ Քաղաքացին էլ լեկտի է պահում, որտեղ գիրքորոշում արտահայտում ես օրինակ։ Այսինքն քաղաքացու վրա կարող են թքել, բայց ձեր վրա ջուր լցնել չեն կարող։ Այո, ոչ մի ջուր չի լցրել։ Դուք կարող
եք թքել, ձեր վրա ջուր չեն կարող լցնել։ Ես կարող եմ անել այն, ինչ որ իմ բարոյական նորմերը թույլ են տալիս եւ եթե սխալ եմ անում, դրա համար ներողություն խնդրեմ։ Փողոցային բառապաշարը ցավոք փողոցում չի մնացել։ Այն ազգային ժողով է մտել։ Հանգստացի, քաղաքական տրապտա, հանգստացի։ Դահլիճում լրություն չի։ Տխմարը դու ես այդ չինական։ Նա հանգստացի։ Լսի։ Վերջացրեցիր։ Հանգստացի, աղջիկ ջան։ Անդաստիրակ երևույթ ես, էլի։ Խնդրեմ, պարոն Ռուստեմյան։ Լավ ձայնդ։ Փաստացի Ալեն Սիմոնյանի բարոյական նորմերը թույլ են տալիս թքել, հայհոյել քաղաքացուն։ Իսկ խորհրդարանում նման բառապաշարով հաղորդակցվել։ Ես առավել քան հանդուրժող եմ։ Անհետ կորած զինծառայողի հարազատին մեկ հարց էր հետաքրքրում։ Զգում եք, որ այդ ամեն ինչը Ալեն Սիմոնյանի հետ շատ հաճախ հատած դեպքեր են դու։ Ինչու է հանրային պաշտոն զբաղեցնող անձը նման վարքագիծ ցուցաբերում։ Ինչ միջոցառումներ պետք է իրականացնել կանխելու համար։ Փորձեցինք զրուցել կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հանրային ծառայողների վարքագծի վերահսկողության վարչության փորձագետների հետ։ Պետը արձակուրդում էր, իսկ փորձագետներից մեկը առաջարկեց խոսել այլ օր։ Դե ԿՊՆԿ որոշ ինչ գործ ունի։ Անի Աբաղյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։